ամեն դեպքում դուք չեք հրաժարվում ձեր իրազոտ ներկայացուցիչով Երկար հայտարարություններ չկան կողմերի կողմից շարունակեն գրավոր ապացույցների հետազոտումը, ասում եք ձեզ հանրահավաքում։ Շնորհակալություն, հաջորդ գրավոր ապացույցը առաջին հատորի ձերբակալման առաջին հատորի 89-97 ձերբակալման արձանագրությունն է։ Կազմված 2025 թվականի փետրվարի 5-ին քաղաք Վաղարշապատում ոստիկանության ԿՈԳՎ Արմավիրի մարզային վարչության քրեական ոստիկանության լեյտենանտ Զաքարյանի կազմել արձանագրությունը, ըստ որի Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի ծննդյան եւ կենսաչափական հայտարարությունների նշված նկատմամբ կիրառվել է ձեռնաշղթա փախուստը կանխելու նպատակով ձերբակալման պատճառով որպես իսկ ձերբակալման հիմքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի չորրորդի, այն է անձին իրավասու մարմնի ներկայացնելու նպատակով, երբ արկա է նրա կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկած եւ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարմանը կամ կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով։ Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, այն է անձը բռնվել է ենթադրյալ հանցանքի կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի հատկանիշներով։ Խուզարկությամբ հայտնաբերվել վերցվել են Մարտիկ Բաղդասարյանի Ջինսեր Տաբատի աջ գրպանից հայտնաբերվել են թվով մեկ հատ iPhone 13 Pro Max մոդելի, նշված է գործարանային համարը եւ email կոդը, բջջային հեռախոս, որի մեջ ըստ Բաղդասարյանի արկա է 077765672 հեռախոսահամարը եւ թվով մեկ հատ հետագուած վավերի ձեռքի ժամացույց։ Հայտնաբերվածը մեր կողմից վերցվեց, պակետավորվեց թիվ 1 պակետում, կրկնվեց ոստիկանության Վաղարշապատի կարգավորների համար նախատեսված գլորգետիկով Ձերբակալվածի մոտ արարևույթ հագուստի կամ մարմնի վերատեսանելի վնասվածքներ չեն արձանագրվել, ձերբակալվածը հայտարարություններ չի ունեցել, ամսաթիվը նշված է 2025 թվականի ապրիլի 5 արկա է ձերբակալվածի ստորագրություն Բաղդասարյան եւ փետրվարի 05/02/2025 թվական։ Ձերբակալվածի ստորագրությունը Բաղդասարյան եւ արձանագրությունը կազմող ոստիկանի Զաքարյանի ստորագրությունն է։ Շնորհակալություն պատվիրան դրան, հանրահավաքի կողմից ստեղծված ապացույցը հետական ապացույցներից է, որ կոնկրետ մեր բարեկին չի վերաբերում, ես բացից նշել եմ եկականներս, կանդում եմ, որ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանը, որ ձերբակալվել է իրավասու մարմնի ներկայացնելու նպատակով է հասկացան, բայց ինչ կապ ունի Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի ձերբակալությունը եւ Արմեն Ղազարյանի վերաբերող ակտերի տարաշրջանը։ Ընդհանրապես որևէ կապ չունի, ես նույնիսկ կրկնում եմ, որ բակու է ասենք ձերբակալված Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանը, օրինակ ես կուզենայի արտարտատների հրապարակային դատական շրջանակներում ուղղակի դատական դահլիճում լսեի կոնկրետ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի որևէ հայտարարություն, այս կազմված արձանագրության վերաբերյալ։ Մեկ երկրորդը իր պաշտպանի հայտարարությունը եւ հասկանայի կոնկրետ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանը ընդհանրապես Արմեն Ղազարյանի կատարած ենթադրյալ որևէ արարքի ինչ կապ ունի։ Ասեմ ավելին, որ հանրային մեղադրողի կողմից կայացած որոշման մեջ կոնկրետ հանրային քրեական հետաքննություն հարուցելու ակտերների ներկայացված որոշման մեջ որևէ օրգանական կապ չկա այդ ձերբակալության, հրապարակված արձանագրության եւ նշած որոշման։ Պատմական դատարան, ինչպես նախորդ դատական նիստերի ընթացքում հետազոտված ապացույցների շրջանակներում պաշտպանի մեղավորման դեմ նմանատիպ կատարված հայտարարությունների արդի նշել եմ, այս անգամ նույնպես հայտնեմ, որ Մարտիկ Բաղդասարյանին վերագրվում է խուլիգանության կատարում, այդ թվում ինչպես Արմեն Ղազարյանի, այնպես էլ վիճաբանության մյուս մասնակիցների խուլիգանության կատարում են արձանագրվում, քրեական վարույթը առանձնացնելու անջատելու որոշում է կայացվել, այդ պատճառով Մարտիկ Բաղդասարյանը այս դատավարությանը չի մասնակցում։ Հետագայում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել նախագահող դատավորին քրեական վարույթները միացվելու եւ
Մարտին Բաղդասարյանի ներկայությունը այստեղ տեսնելու կամ նրան հարցակնելու, նրա կողմից կատարված հայտարարությունները լսելու նպատակով, սակայն դատարանի կողմից, դատարանի նախագահի կողմից միջնորդությունը մերժվել է։ Այդ իսկ պատճառով Մարտին Բաղդասարյանը այս դատավարությանը չի մասնակցում։ Առաջին հատորի 93-ից 94 թերթերում արկա ձերբակալման մասին արձանագրություններ կազմված 2020 թվականի փետրվարի 5-ին քաղաքավարաշաբաթում ոստիկանության քրոջովը Արմավիրի մարզային վարչության իրական ոստիկան Սիմոնյանի կողմից է կազմել արձանագրությունը, ըստ որի ձերբակալվել է Արսեն Նորիկի Մարդոյանը, ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, կենսաչափական այլ տվյալներն է նշված, ձերբակալման վայրը Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 53 շենքի դիմացից է ձերբակալվել, պայմանները ձեռնաշղթայով, իսկ պատճառները փախուստը կանխելու նպատակով է նշված, ձերբակալման հիմքը Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետ, այն է անձին իրավասում արմունի ներկայացնելու նպատակով, երբ անկայուն նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած եւ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով իրական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետ, այն է անձը բռնվել է ենթադրել հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո իրական օրենսգրքի 297-րդ հոդվածի հատկանիշներով սա ինչի շուրջ է կասկածվում։ Մարդոյանի ջինսե տաբատի ձախ կողմային գրպանից հայտնաբերվել է թվով 1 հատ iPhone 12 mini մոդելի լուջեն հեռախոս, որի մեջ արկա է 98 48 46 87 հոբսահամարը, հայտնաբերվածը մեր կողմից վերցվեց պատիթավորված թիվ 1 փաթեթում, կնքվեց վարաշապատի բաժնի ծրարների համար նախատեսված կլորնիկով հետագա ընթացքը որոշելու համար։ Ձերբակալվածի մարմնի հագուստների վրա տեսանելի վնասվածքներ հաստատում նշված է Մարդոյանի աջ ձեռքի ճկուտի ներսի հատվածում արկա է կտրացվել, որը ստացել է վիճաբանության ժամանակ։ Ձերբակալվածի կողմից հայտարարություններ չեն եղել, արձանագրությունը կազմելու օրը 02/02/2020 թվական արկա է ձերբակալվածի ստորագրություն Մարդոյան եւ արձանագրությունը կազմելու ստորագրություն Արտուր Սիմոնյան։ Հայտարարություններ Վերդանան ոչ վերահսկողություն է, ոչ վերահսկողություն է, պասաժան դատարան։ Ես հանրային մեղադրողների բացառությունները փորձեմ իմ ձևով, իմ կանացի ձևով, ըստ էության հանրային մեղադրողների բացառությունը հետևյալն է, որ կոնկրետ ապացույց է, ինչպես դաշտին, այնպես էլ այս Արսեն Նորիկի Մարդոյանի ձերբակալման արձանագրությունը որպես ապացույց, այս քննարկավարությունը ներառվել է հետագայում, որովհետև վարույթները առանձնացվել են, եւ մեկ վարույթը վարվել այս նստավայր, մեկ ուրիշ վարույթը վարվել է Էջմասի դատարան։ Եվ ես որ ասում եմ, բա ուր է կոնկրետ ձերբակալվածը չկա դատարանի կազմիչում, կամ ինչի մենք այդ լացած անձնասպորտին չենք նստավել, որպեսզի հասկանանք ինչ կատարել, հանրային մեղադրողը ասում է, որ որտեղ վարվել առանձնացված են, եւ դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժել է։ Այդ հասկացանք, ասեմ, որ դա ոչ արդար է, ոչ էլ ճիշտ է։ Հիմա ասեմ ինչի համար, վարվելով առանձնացել է։ Նախաքննություն կատարող քննիչ է, օրինականությունով աստուգելով հաստատել, հանրային մեղադրողը ուղարկել են տարբեր նստավայրեր եւ այդ տարբեր նստավայրերից էլ հետագայում դատաքննությունները, հիմնական դատաքննությունները շարունակում են չէ՞ լսովի։ Իմ ասածը այն է, որ ինչ են առանձնացրել, ինչի համար է առանձնացել։ Ստե ոչ թե դատարանն է մեղավորը, որ առանձնացվել է, այլ առանձնացնողն է իմ կարծիքով։ Ես համոզված եմ, որ մեղավոր, որտեղ վարույթը ընդհանրապես պետք չէ մասնատել։ Որպեսզի այսօր ամեն մի ապացույց, ենթադրյալ ապացույց հրապարակվի, դեսկիված չլինեն, կարող են ասենք 5-10 րոպե հայտարարություն անեն, որի տարիք ընդհանրապես չկա։ Այս ձերբակալման արձանագրությունների որպես ապացույցի չգիտեմ հայտարարություն անելու, ընդհանրապես որպես իրավաբան ես գտնում որ չկա տարիք, բայց դե խնդիրն է։ Այդ նույնիսկ կրկնում եմ, օրինակ ես Արսեն Նորիկի Մարդոյանից ուզենայի լսեի որևէ հայտարարություն կամ իր պաշտպանից, ենթադրում որ պաշտպան ունենա կամ ունենա եւ ուզում եք հասկանամ ընդհանրապես այդ դեպքի վայրում որ իրեն ձերբակալել են իրավասում արմին ներկայացնելու այդ ձերբակալումը կոնկրետ ըստ իրեն իրավաչափ է օրինական է չէ բայց հիմա ստացվում որ ես մի ապացույց եմ ես համոզված եմ որ նաեւ հրապարակվել կամ հրապարակվելու է նաեւ այն մյուս դատարանում մյուս նստավայրում ու հիմա հարց առաջ գալու օրինակ ես ուզում իմ պաշտպանյալի շահերը ներկայացնելիս ասենք պաշտպանությունը իրականացնելիս ուզում եմ հասկանամ այն նստավայրում կոնկրետ ձերբակալված անձը
բայց դա շատ քիչ է։ Ուղղակի սրա ձևը, օրինական ձևերն են, որ այս ենթադրյալ ապացույցները մեղադրական եզրակացությունից չնենարեն, որպես ապացույց։ Մեղադրական եզրակացություն թերքում ես ամեն մի 50 ապացույց է, 50-ից ասենք 46-ը, չասենք 47-ը, ընդհանրապես մեր կապ չունի։ Ուղղակի կապ չունի, հիմա ասենք 10-12 արձանագրություն կա, որ շերբակալան հանրային մեղադրում պետք է հրապարակի, ես 12 անգամ ոտքի կանգնեմ, արագություն ներկայացնեմ, ամեն մի արագությունը եթե 3 րոպե լինի, խնդրեմ, արդեն 45 րոպե ես մենակ ուղղակի պետք է առաջնեմ, բայց չգիտեմ ինչի համար։ Սա ուղղակի իրավունություն չի, բայց ստիպված եմ այս կնա։ Որոնքերը անջատված են եղել հետ կապված, այն ժամանակ նախաքննության փուլում նշանակված է փորձակնություն, որը վերաբերել է միայն սպանության։ Տվյալ քրեական վարույթով սպանություն ներկայացվում էր միայն Արմեն Ղազարյանին, այսինքն մյուս մեղադրյալների մասով այդ եզրակացությունը սպասելու իմաստ կարողականացնելու մարմինը չի եղել։ Ես հաստատել եմ դրա օրինականությունը, հաստատել եմ կազմված մեղադրական եզրակացությունը, ուղղակել եմ իրավասու դատարանին։ Ինչ վերաբերում է վարույթի հետագայում չմիացվելուն, դրա վերաբերյալ դատարանի նախագահի կողմից կայացվել է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։ Հիմա չեմ հասկանում, թե բողոքը ինչու՞ն է կամ ում է բողոքարկվում։ Ինչ վերաբերում է Արսեն Մարդոյանի կողմից կատարված կամ կատարվելիք հայտարարություններին, թե պաշտպանին հետաքրքիր է ինչ հայտարարություններ է կատարել ձերբակալման վերաբերյալ, արդյոք նրա ձերբակալումը իրավաչափ է եղել թե ոչ, ձերբակալումից հետո բոլոր մեղադրյալները ներկայացվել են կալանքի համար խախտման միջոց որպես ընտրելու հարցի քննարկմանը իրավասու դատարանում, որտեղ բնականաբար քննարկվել է ձերբակալման իրավաչափություն։ Ինչ վերաբերում է Արսեն Մարդոյանի հայտարարություններին, Արսեն Մարդոյանի վերաբերյալ դատական գործի համարն է ARD 03630125, որի վերաբերյալ դատալից տեղեկատվական համակարգից հնարավոր է պարզել իմանալ, թե երբ է դատական լիստը նշանակվել, դատական լիստը դրված է, պաշտպանը կարող է ներկայացնել եւ տեղեկանալ բոլորի հայտարարությունները։